Ողջույն, ես հիմա կգտնվեմ Պաշտպան հայրենիաց հասարակական եւ Փարիսերական գազագերբության կենտրոնը Երևանի մեջ եւ իմ զրուցակիցն է հայտնի հրապարակախոս պատմաբան պրոֆեսոր Գագիկ Սաֆարյան։ Բարոն Սաֆարյան, շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը այս զրույցը ունենալու համար։ Սիրով ես եմ շնորհակալ, որ դուք այսօր գտնվում եք մեր հիմնադրամի ազգային մշակութային հիմնադրամի գրասենյակում եւ կարծում եմ այն ինչ որ նախատեսել ենք հարցադրույցի համար, կարծում եմ ըստ արժանվույն կարողանանք սկսել եւ հասցնել ավարտին։ Բարոն Սաֆարյան, վերջերս կարևոր բացահայտում կատարվեցավ Հայաստանի մեջ այն փաստի մասին, որ Կրեմլը 2026 թվականի համապետական ընտրություններուն արդիվ գործողած է բազմադասնյակ հայ օլիգարխներ, որ հավաքակրեն Ռուսաստանապնակ եւ Հայաստանի անցակիր պասպորտ ունեցող հայերին, որովհետեւ ներխուժում կատարեն եւ ընդդիմություններին մասսայապար մասնակցին հոգուտ հին ռեժիմականներին։ Ինչ է ծեր դերակցությունները այդ մասին եւ ինչպիսի սպառնալիք կներկայացնի այդ երևույթը։ Ամբողջ խնդիրը այն է, որ ռուսական ղեկավարող կամ կառավարող շրջանակները կամ եթե դուք ասում եք Կրեմլը դարձյալ նույն իմաստը ունի, փորձում են օգտագործել բոլոր տեսանելի եւ անտեսանելի միջոցները։ Մեկը ասում է soft power, փափուկուշ, մեկը ասում է հայբրիդային պատերազմ կամ հայբրիդային սպառնալիք, մեկը ասում է գործակալական ցանց, մյուսը ասում է ներդրված ականներ մարդկային։ Ինքս քանի որ այդ հոգեբանությունը եւ այդ արժե համակարգը չեմ կարողանում հասկանալ մարդկային առումով։ Այո, ընդունում եմ, որ կան այսպիսի երևույթներ պետականությանը հասցնելով հարվածներ փոքր կամ մեծ դրամաչափի վտանգավոր կամ ասենք սպառնացող, ինչպես ասում են, վերահաս վտանգի առումով, բայց ես գտնում եմ, որ դա էլ չի բացառում, դա եւս տեսանելի է։ Տեսեք, օգտագործվեց անմիջապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օգտագործվեց բանակը պետության դեմ։ Դա արդեն ինքնին պետական հեղաշրջման փորձ էր։ Այնուհետև 21 թվականի համապետական ընտրությունները անցան եւ իշխող քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական ուրեմն առավելությամբ անցավ իշխանության գլուխ։ 22 թվականին Վանեցյանի նախկին ազգային անվտանգության ծառայության տնօրենի նստացույցով սկսվեց դարձյալ երկարաժամկետ նստացույց եւ հանրահավաքներ։ Այնուհետև 23 թվականին օգտագործվեց Արցախայցյան ուրեմն հասած դաժան ճակատագրի հետևանքով արցախահայերին բերեցին ուրեմն հանրահավաքների հարթակ։ Օգտագործվեց նաեւ սրբություններից մեկը հայ առաքելական եկեղեցու մայր աթոռի, այսպես ասած, ես չի ասի հայ առաքելական եկեղեցին, հայ առաքելական եկեղեցու որոշ տերեր Կտրիչ Ներսյանի գլխավորությամբ, որոնք ամբողջովին լծված էին ազգակործան, պետականակործան գործընթացների մեջ։ Նկատի ունեմ այսպես կոչված սրբազան շարժումը Վազգեն Գալստանյանի օրհնությամբ ասեմ, ղեկավարությամբ ասեմ, Փակրած սրբազանի մասին է։ Այո, նա արդեն ես նրան համարում եմ արդեն կարգալույց, որովհետև կարգալույցը պետք չի եկեղեցական կոնդակով լինի, առավել ևս եթե մենք գիտենք, որ վեհապարը
չունի այդ կոդերը չի կրում։ Եվ ինչու՞ չի նաև մյուսն էլ Շիրակի թեմի առաջնորդի ուրեմն Միքայել Աջապահյանի կողմից, երբ որ շաբաթ չկա, որ չլինի 102-րդ ռուսական ռազմաբազայում եւ այնտեղից հետո ասում է, եթե բազան հանենք թուրքերը կգրավեն եւ այլ անընդհատ սպառնալիքով, անընդհատ սպառնալիքների դոզան, ոնց են ասում, այդ չափը, այո, մեծացնելով, այո, մեզ դեղաչափը մեզ անընդհատ սպառնալիքներ տալով, Գիտեք, ինչքան մոտենում է համապետական ընտրությունների օրը, այնքան կարծեք, թե սրերը ավելի շատ է խաչում։ Ես ինքս ունենալով նվազագույնը 35, 36, 37 տարվա համապետական ընտրությունների մեջ ներգրավված լինելու փորձ այն էլ ոչ պասիվ կարգավիճակով, ես կարող եմ ասել, որ սրանք լավ տեղ չեն խոստանում մեզ տանելու։ Փորձել, ասենք, նույն ռուսական շրջանակները կառավարող, եթե ուզում են Հայաստանի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, եթե ոչ ռազմավարական գործընկերության շրջանակներում, ապա գոնե բարեկամական եւ փոխշահավետ համագործակցության շրջանակներում արդեն ռեալ իրողություն է, որ Հայաստանը եւ Հայաստանի կառավարությունը հստակ կերպով գիտակցում է, որ առաջի հերթին մենք պիտի ունենանք բազմաթիրախային արտաքին քաղաքականություն։ Մենք պիտի ունենանք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Ինչու, եթե այսօր մեր արտաքին գործոս նախարարը հանդիպում է ունենում Մայք Ռուբիոյի հետ կամ Ուիտկոֆի հետ են հանդիպում կամ ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականի հետ են հանդիպում, նրանք չգիտեն, որ ամերիկյան ղեկավարությունը մեր առջև պայման չի դնում, որ մենք օր առաջ պիտի ուրեմն լքենք ԵԱՏՄ-ն։ Իրենք գիտեն, որ մենք այստեղ եւ ապրանքափոխանակությունը եւ նաեւ շատ խնդիրներ մենք չենք կարող, ինչպես ասում են, 180 աշճանով նույն րոպեին անել։ Դա բայց արվում է ցիվիլ ձևով, կիրճ ձևով։ Բայց քանի որ Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ ոչ միայն Հարավային Կովկասում եղել է միշտ մի բառով դա ասում են ռուսները իրենք են ասում ուրեմն տապորնայա դիպլոմատիա, կացնային քաղաքականություն։ Այս սա է վատը։ Կացնային անպայման ուզում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ մոդերեյթերի դերը իրեն վերապահի, ընդ որում ոչ թե ուրեմն անկողմնակալ մոդերեյթեր, այլ անպայման իր ազդու ներկայությամբ, որը որ անթույլատրել է միջազգային հարաբերությունների մեջ։ Այո, համապետական ընտրությունները ինչքան մոտենում են, այնքան էլ Ռուսաստանը կիրառելու է, ես այդ բառը soft power-ը ես չեմ ընդունում Ռուսաստանի կողմից։ Soft power-ը դա հատուկ է դա զարգացած պետություններին, որը կլինի բանկային համակարգով, որը կլինի մշակույթի տեսքով, չէ՞։ Ռուսաստանի կողմից դա արվում է ավելի շատ չարական կերպով, չէ՞, դուք լավ գիտեք, մի տերմին կա, որը կոչվում է rough state, չարություն բերող երկրներ։ Դա, ասենք, Թուրքիան է, Ռուսաստանն է, գիտեք, այսօր մենք պիտի անվարային կերպով ճշմարտություն ասենք, եթե Ռուսաստանը այսպես շարունակի Հայաստանի հանդեպ, ապա ես պիտի ասեմ, որ Հարավային Կովկասում կամ Հարավ-Արևելյան Ասիայում, չէ, ինչպես ընդունված է ասել, ասենք Near East կամ Middle East, չէ, ասենք Թուրքիայի դերը կարգավորման ուղղությամբ ավելի դրական է, քան Ռուսաստանի։ Ես սա դժվարությամբ եմ արտասանում։ Ըստ երևույթին նկատի ունենալով, որ ցարական Ռուսաստանի ասենք վարչագազմով սկսած այն քաղաքականությունը, որ գոչվի Բոլոժենիա եւ շարունակվեցավ սովետական կարգերու ժամանակ եւ թշպատվարույթի հիմա կշարունակվի, ըստ երևույթին Հայաստանյաց առաքելական եկեղեցին, որ վերջերս Քարեկին Բ Գդրիչ Ներսեսյանը
ուղղափառ ավելցած է եւ ամեն կերպ աշխատած է որ Հայաստանից առաքելական եկեղեցին համահունչը լա ռուսական ինքնության հետ զեղչելով հայկական ինքնությունը, դգարացնելով հայկական ինքնությունը եւ նկատի ունենալով որ նույնիսկ Օսմանյան գասության ժամանակ Թուրքիան այդպիսի բան, Օսմանյան Թուրքիան այդպիսի բան չէ փորձած կատարել, ես ծեր հետ որոշ չափով համաձայն եմ։ Իսկ ամենամեծ հարցումը, որ բազմաթիվ հերոստատիդողներու մոտ արգա է, ինչպես, ինչ քայլերով, ծեր պատկերացումով Հայաստանից առաքելական եկեղեցին ազատագրվի։ Ինչ խոսք, այս ոլորտում ասելիքներ եւ անելիքներ շատ կան։ Հիմա ես դարձյալ պիտի վերադառնամ պատմության գիրկը։ Կարճ, ուրեմն էքսկուրսի միջոցով 1453 թվականին, երբ Օսմանյան թուրքերը նվաճեցին Ստամբուլը, Կոստանդնուպոլիսը, ուղիղ 8 տարի անց Սուլթան Մահմուդ II-ը իր մոտ է հրավիրում Բուրսայի վիլայեթի ուրեմն թեմի առաջնորդին Հովակիմ arciepiskoposին եւ նրան նշանակում է Պոլսով հայոց պատրիարք։ Եվ ոչ միայն նշանակում է, իսկ հայ հոտին, հպատակներին, դե ժամանակ գիտեք, կասրությունների ժամանակ citizen չկար, կային հպատակներ, subject-ներ կային։ Եվ նրան տալիս է, եւ հայ ազգին տալիս է միլի հոկումեթի, պետական ազգի կոչում է շնորհում։ Մի բան, որ ոչ մի պետության մեջ չի եղել հայերի հանդեպ, բացարձակապես ոչ մի պետության մեջ չի եղել։ Այսօր ընդամենը ունենք մի էպիզոդ, երբ Վրաստանում բյուջեն հաստատվելուց, ուրեմն հատուկ տողով գրվում է, որ Վրաստանի հայկական դպրոցները հենց այդպես ֆինանսավորվում են պետության կողմից, հայկական դպրոցները։ Եվ ես պիտի ասեմ, որ արդեն 600 տարի է շուրջ դառնում, երբ որ մենք ունենք հայոց պատրիարքարան Պոլսում, բայց ես չեմ ուզենա սրանով ինչ-որ առավելություն վերագրել Օսմանյան կայսրության վարիչների կամ սուլթանների բարի վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ։ Հա, բայց ես պիտի ասեմ, որ առաքելադավան հայ եկեղեցին եւ նրա տերերը պիտի նվազը գոնե տասնամյակներ շարունակ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ ունեցել են մեր ժողովրդի հանդեպ շահագործելու մոլուցք, ունեցել են անկշտում մոտեցում, այն որ ասում են պետության դեր է կատարել, ուղղակի ուզում եմ հարցնեմ մասնագետներին, դուք լուրջ եք ասում, դուք հայոց պատմությունից դույն իսկ պատկերացում ունեք, որ այդպիսի բան եք ասում, դուք 10-րդը օր ու գիշեր երազում եք դարձնել 20-րդ, դուք երազում եք, որպեսզի մեր կանանց, մեր ներողություն, մեր օրիորդներին տանել մենաստաններ, դարձնել միանձնուհիներ, քանի բայց դուք չեք պատկերացնում, որ ժողովրդագրական դեմոգրաֆիկ պատկերը մեր ժողովրդի համար դրական փոխելու ամենակարևոր ռազմավարական խնդիրներից մեկն է։ Դուք չեք մտածում, որ դուք միշտ պետք է կանգնեք մեր պետության կողքը։ Այդ առումով եւ հայ ավետարանչական եկեղեցին ընկերակցությունները եւ հայ կաթողիկո եկեղեցին, ես նկատի ունեմ առաջերտի Մխիթարյան միաբանության հաստատությունը, առանց անվարան կերպով ասում եմ ավելի բարձր են կանգնած հավատքի եւ կրոնի ու հոգեվոր դաստիարակության ու հայ մշակույթի պրոպագանդման առումով, քան Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա վարիչ տերերը, որ կտրիչ Ներսիսյանը, օրվա ճակերտավոր վեհապարը եւ մի որոշ տասնյակ հոգեվորականներ վաղուց շեղվել են Քրիստոսի ուսմունքից, վաղուց շեղվել են հայ առաքելական եկեղեցու ուրեմն կոդային բարոյական նորմերից, դա աքսիոմատիկ ճշմարտություն է եւ ոչ միայն աքսիոմատիկ ճշմարտություն է, այլ խորապես ընկղմված է հակապետական, հակահայկական գործունեության մեջ, փաստերը բազում են,
մոտեցումները անբարոյական առումով շատ են, ես ես պիտի ասեմ, կարծեմ շուրջ 6 տասնյակի թե 7 տասնյակի հասնող ունենք սրբազան հայրեր, եպիսկոպոսներ, որոնց մի մասը ունի արքության աստիճան, մի մասը ունի թեմակալ առաջնորդի կարգավիճակ, ես պիտի ասեմ, որ համարյա 90%-ը ապրում են արտամուսնական կապերով, առնվազն 90%-ը։ Այլևս չեմ խոսում շնությունների մասին, այլևս չեմ խոսում անբարո արարքների մասին, այլևս չեմ խոսում բիզնես պրոջեկտների մասին, այլևս չեմ խոսում հակապետական գործարքների մասին։ Ես գտնում եմ, որ խնդիրը պետք է լուծել, կարելի է նաև կեսարյան հատումով լուծել, որովհետև նրանք արդեն, ինչպես ասում են, չափը շատ են ասնում։ Այսօր էլ փորձում են ամեն կերպ դառնալ օտարի ձեռքին գործիք, դարձել են եւ շարունակում են այդպես շարունակել։ Ես գտնում եմ, որ ուրեմն հավատո հանգանակը վաղուց իրենց կողմից անտեսված է։ Հայ առաքելական եկեղեցին, առաքելադավան հայ եկեղեցին ասել, որ մեծ ձեռքբերում է, ես այդ կարծիքին չեմ։ Եթե մի հոտ, եթե մի կառույց ավելի մեծ տեղ է տալիս խաչի արժեքին, քան պետության զինանշանին, ավելի է սրբացնում հավատի չասեմ, այլ ուրեմն ինգրեդիենտներ, քան մեր սուրբ սրբոցը հայկական ազգային բանակը, ես այլևս այդտեղ ասելիք չունեմ։ Ինչքան որ հասկացա, ծեր ագնարգը գվերապերի մայրաթուր սուրբ էջմիածինը կարեկին երկրորդ, որ Կտրիչ Ներսեսյանն է եւ իր KGB-շնիկ եղբայրը Գարո Ներսեսյան աշխարհական անունը, որ Եզրաս Ներսեսյանն է եւ իրենց անմիջական գլանագից Արևմտյան Ամերիկայի Հովնան arczepiskopos Սերդերյանը, Կանադայի թեմակալ առաջնորդ Հովագիմյանը եւ Արևելյան Ամերիկայի թեմակալ առաջնորդ Բարսամյանը եւ ուրիշներ։ Ըստ երևույթին այս նեղված գլանը, որ արևանքած է հայաստանյան առաքելական եկեղեցին եւ վերածած է հագաբետական կորձակալական ցանցի, որը սովետական ժամանակներն արդեն սկսած է ծառայել սովետական KGB-ին եւ հիմա արդեն ռուսական FSB-ին ըստ բազմաթիվ աղբյուրների, ինչ են ծեր պատկերացումը, ինչպիսի քայլերով կարելի է հայաստանյան առաքելական եկեղեցին ազատագրել եւ վերականգնել ժողովրդավարությունը հայաստանյան առաքելական եկեղեցին ներս նախկին սովետի դարաշին եւ հատկապես Հայաստանին ներս։ Իր գործունեությամբ հայ առաքելական եկեղեցին եւ նրա սպասավորները ասում եմ արդեն անխտիր։ Առաջադիմական չէ, պրոգրեսիվ չէ։ Հավատքի քարոզը, հավատքին ուղղված բոլոր գործողությունները ես համարում եմ ճիշտ եւ անհրաժեշտ եւ պարտադիր պայման։ Բայց այսօր շատ դեպքերում լույսի փոխարեն քարոզում են խավար։ Այսօր շատ դեպքերում մենք ունենք ուրեմն ոչ իրապաշտական, ունենք կիսաառասպելական, այսպես հրաշագործությունների դաշտից վերցրած օրինակները, որոնք դժվար թե կարող ենք մեր ժողովրդին առաջնորդել կամ խաբել։ Օրվա հրամայականը Կտրիչ Ներսիսյանի եւ նրա նեղ խմբակի հեռացումն է մայր աթոռից, որոնք բռնազավթել են ավելի քան 40 դար առաջ։ Բայց դրանով պետք է մեր ժողովուրդը կանգ չառնի։ Մեր ժողովուրդը պետք է նաեւ ուշի ուշով եւ ամենայն սկզբունքայնությամբ պահանջի
ազգային եկեղեցական ժողովում ընտրություններ անցկացնելուց հետո պահանջի եկեղեցու ամբողջ եկեղեցով մեկ համահայկական միջոցառումների ուրեմն ողջ ուրեմն պլանը ներկայացնի քննարկման եւ առաջին պլան պետք է մղվի պետականությանը սատարելը ազգային մշակույթի պրոպագանդան եւ մեր ժողովրդի հոգեոր դաստիարակության արմատավորումը եւ զարգացումը զարգացած երկրների օրինակով ես մի օրինակ կարող եմ ասել ընդհանրապես շեղվել բուն հայկականությունից օրինակ անգլիկան եկեղեցու մեջ նրանք երբ որ ասում են great sacrifice նրանք նկատի ունեն Անգլիայի համար յուկայի չէ միացյալ թագավորության համար նահատակված անձերի կարծես մենք անտեսում ենք բա մեր ազգի համար մեր պետության համար ովքեր են նահատակվել հո եկեղեցու հայրերը չեն նահատակվել մեր ժողովրդի զավակներն են չեն նահատակվել մենք ինչու պետք է նրանց չհամարենք մեծ նահատակներ հենց եթե ուզում եք ավելին առաջ գնալով ասեմ որ Քենտերբերի arczepiskopos-ի առաջարկությամբ են երկու պալատները լորդերի պալատը եւ common պալատը ընդունել այդ ստատուսը այդ կարգավիճակը great sacrifice-ը ես գտնում եմ որ օր առաջ Մարիաթոռը պետք է մաքրվի ուրեմն այլադավան հոգեորականներից ես գտնում եմ որ դրանից բացի էլ պետք է բարենորոգումների ծրագիրը դարձվի մեր ժողովրդի սեփականությունը որպեսզի ուրեմն ասացի այդ երեք ուղղությունները բարոյական դաստիարակությունը հավատքի ամրապնդումը եւ նեցուկ լինելը պետությանը անպայման ուրեմն դառնա առաջնահերթություն այո եւ ես մի բան էլ ասեմ վերջացնեմ եւ հատկապես հայ մշակույթի զորեղ մշակույթի բազմադարյան հայ մշակույթի անդաստանին անմնացորդ նվիրումը գիտեք մենք ունենք աշխարհում օրինակներ որտեղ իրենց երկրում իրենց եկեղեցին շատ առաջադիմական դեր է կատարում նույնիսկ նորագույն տեխնոլոգիաների հետ զուգընթաց այլևս արդյունաբերության մեջ այլևս գյուղատնտեսության մեջ մեր եկեղեցին դոփել է տեղում մեր եկեղեցին մնացել է 4-րդ դարի մակարդակում մենք բոլորս գիտենք ես չեմ ուզում անցնեմ պատմության գիրկը ասեմ քրիստոնեությունը ինչպես հրով եւ սրով եկավ Հայաստան բայց որ ամբողջովին այսօր իրենց պահում են հակապետական տարերի ողջ հոգեբանությամբ եւ ներկապնակով սա բացարձակ ճշմարտություն է մենք օր առաջ պիտի ուրեմն Մարիաթոռ մաքրենք այլադավաններից մենք նաեւ պիտի դրանով չբավարարվենք չգոհանանք եւ անմիջապես պիտի շարունակենք սկսած բարենորոգումների գործը այդ առումով ես կարծում եմ որ կառավարությունը եւ կառավարության ղեկավարը շատ ճիշտ մոտեցում են դրսևորում եւ ես երիցս դատապարտում եմ այն մարդկանց որոնք ասում են Նիկոլ Փաշինյանը կամ կառավարությունը պայքարում է եկեղեցու դեմ այդպիսի դա ծիծաղելի է դա զավեշտի դաշտից է այդպիսի բան չկա ասենք ինչպես կարող եմ ես կներեք Կտրիշ Ներսիսյանին կամ Արշակ Խաչատրյանին կամ ասենք Վազգեն Գալստանյանին համարել հավատքի կրողներ ես չեմ կարող այդպիսի այդ թեն կոմանդման որ ասում են, չէ, 10 պատվիրաններ։ Ես ուզում եմ իմանամ, տեսնեմ դրանք որի կրողներն են։ Ես ուզում եմ իմանամ, տեսնեմ այդ հավատո հանգանակը, որ մենք ունենք, չէ, այդ խորի խորհուրդը, չէ, ոնց են ասում, advice of profound, հա։ Ես ուզում եմ իմանամ, տեսնեմ արդյոք իրենց մեջ կա այդ ներքին առումով այդ արժի համակարգը, բարձում է, որ դատարկություն է, բարձում է, որ օդ է, մենք ունենք հարյուրավոր խոնարհված եկեղեցիներ, կիսավեր եկեղեցիներ, որոնք
անգամ այդ վիճակում կողքով անցնելու սարսուռ ես զգում, հպարտություն ես զգում, բայց մենք տեսնում ենք, որ այդ անտերության մատնված, բայց մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև ինչպիսի շքեղություններ է խոյանում իրենց անձնական ունեցվածքի մեջ, իրենց թեմակալ շենքերում եւ այլ եւ ոչ միայն դա։ Մենք նաև տեսնում ենք, որ դրան զուգահեռ մենք ունենք նաև եկեղեցու բակում, ասենք, Սուրբ Գայանեի կամ շողակատ, որտեղ նույնիսկ մեր վեհապարները նորմալ տապանակարեր, շիրմաքարեր չունեն։ Ինչի մասին է խոսքը։ Գիտեք, ինքս բանից պարզում է, որ ես չեմ եղել երբեք աստվածամերժության դասախոս։ Ես միշտ հայ ժողովրդի պատմության ուսումնասիրմանը զուգահեռ նաև հայ եկեղեցու պատմությունն եմ ուսումնասիրել եւ ես երիցս դատապարտում եմ այն մարդկանց, որոնք ասում են հայ եկեղեցու պատմությունը պետք է առանձին լինի։ Ինչու պետք է հայ եկեղեցու պատմությունը առանձին լինի։ Հայ եկեղեցու պատմությունը պետք է լինի հայ ժողովրդի պատմության հետ համաժամանակյա, մեկտեղ։ Եթե մենք մի ազգ ենք, դա նույն բանն է, որ ասենք հայ ճարտարապետության պատմությունը պիտի առանձին լինի, օրինակի համար, հայ գեղանկարչության պատմությունը պետք է առանձին լինի, հայ կենցաղի պատմությունը պետք է առանձին լինի, հայ ճակատամարտերի, հայկական ճակատամարտ, ասենք ինչու համար, անցնում ենք հայ ժողովրդի պատմություն, անցնում ենք Հայաստանի պատմություն, բարի լինենք, բաղդատենք եւ ասենք այս ուսմունքն է, սա էլ այս ուսմունքն է, վերջ։ Բարոն Սաֆարյան, Ամերիկայի մեջ հիմքը տրված հայ եկեղեցու բարեկարգման շարժումը, որ 2015 թվին սկսած է, գեհեդապնթել եւ գճադակով է նախկին սովետի դարացին եւ հատկապես Հայաստանի ներս թեմերի ժողովրդավարական համագարկի միացումը, այսինքն փոխանակ օրվան ամենան հայոց հայրաբեդը նշանագելու օրվան թեմակալ առաջնորդը ժողովուրդը ինքը պետք է ընտրի իր պատգամավորներին եւ պատգամավորները ընտրեն թեմակալ առաջնորդին եւ աշխարհականները, որ 95% հարաբերակցությամբ մաս կգազմեն Հայաստանից արագական եկեղեցին, ըսելիք ունենան հոգեբորականների հետ եւ միասին կառավարեն յուրաքանչյուր թեմը առօր շիմերու վրա։ Ինչ է ձեր կարծիքը։ Անկասկած ես ողջունում եմ դա։ Տեսեք, մեր եկեղեցին ունի կառավարման ժողովրդավարության ձև, փայլուն կերպով, եւ Գերագույն հոգևոր խորհուրդը, եւ եպիսկոպոսած ժողովը, եւ քահանայի ժողովը, դրան զուգահեռ նաեւ ունի կառավարման բարձրագույն մարմին, որը կոչվում է ազգային եկեղեցական ժողով։ Եվ բոլորս գիտենք ինչպես է դա գումարվում։ Ես այստեղ չեմ եկել հարցազրույց տան իմ գիտելիքները ցուցադրելու համար, բայց մենք եթե գնում ենք մեր եկեղեցու կողմից դարավոր դարերի ընթացքում ընդունված կանոններով եւ այդ կոդերով ենք շարժում, մենք ոչ մի խնդիր չենք ունենա։ Խնդիրն այն է, որ ուրեմն բազում տարիներ, տասնամյակներ շարունակ անտեսվել են այս կոդերը։ Եվ այսօր էլ անգամ եթե 5 եպիսկոպոս կամ 20 քահանա կամ 6 սարկավա կամ 4 ուրեմն վարդապետ դեմ են դուրս եկել մայրաթորին, ուրեմն անարդարությունները ակնհայտ են։ Ես ընդհանրապես մեկ կարճ օրինակ պիտի բերեմ, լուսահոգի Էդվարդ Միրզոյան կար, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։ Համագումարի ժամանակ ինքը ընտրվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Ինքը շուրջ 40 դար, ոչ թե 40 դար, նույնիսկ կարծեմ ավելի շատ 30 տարի եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անփոխարինելի նախագահ եւ վերջին անգամ իրեն 100 քանի հոգուց 4 հոգին դեմ են քվեարկում։ Եվ ինքը գնում է ինքնական կերպով հրաժարվելու ճանապարհով։ Ասում են ինչու համար եք էլի հրաժարվում։ Ասում է եթե մի միության մեջ 4 հոգից դեմ են, դուք պատկերացնում եք ինչպիսի բարոյական կերպար պիտի ունենա, բարոյական նկարագիր պիտի ունենա, արժեհամակարգ պիտի ունենա մարդը։ Ասում է եթե մի միության մեջ իսկ 4 հոգի դեմ են, բայց ուրեմն ես թերացել եմ։
Մարդիկ հիմա ես ասում եմ, գիտեք, բալավ մենք չընդունենք մեր սրբերին, մենք չընդունենք Կոմիտաս վարդապետին, մենք չընդունենք Սիմոն Երևանցի վեհապարին, մենք չընդունենք Խրիմյան Հայրիկին, մենք չընդունենք Զավեն Սրբազան Տեր-Եղայանին, Խորեն Մուրադբեկյանին, ինչու համար չընդունենք։ Մենք սա մեր ճանապարհը չի։ Այս եկեղեցու տերերը բացել են եւ Մյուրոնը։ Այսինքն ֆրնազավտողները, եկեղեցու ես նկատում եմ որոշ տերերը եւ ամբողջ խնդիրը սա է, որ վերջին հաշվով անգամ եթե բարենորոգման ծրագիրն էլ առաջ գնա, ապա համոզված եմ, որ բարենորոգման ծրագրի իրագործողներն էլ կասեն, որ մենք ունենք ժողովրդավարական եկեղեցի։ Դուք բոլորդ գիտեք, որ Սփյուռքում էլ մենք ունենք եւ պատգամավորած ժողով, եւ ելեմտից հանձնաժողով, եւ երեսփոխանների ժողով, եւ կարգադրիչ հանձնաժողով, եւ այս ամեն ինչը պիտի իր աշխատանքը ցույց տա։ Այնինչ Մայր աթոռում դիվանապետ, մամլոխոսնակ, հրատարակչական գործի տնօրեն, այս վերջերս էլ կարծեմ այդ մշակութային բաներ կար, դպրոցներ կային, կարծեմ չէ, եւ վեհապար եւ տեսնում ենք, որ ինչպես են կարգվում եւ թեմակալ առաջնորդները, ինչպիսի մոտեցումներ, նրանք էլ իրենց շատ տեղերում սանձարձակ են պահում։ Եվս մի բան էլ պիտի ասեմ, այնքան էլ հաճելի լուր պիտի չասեմ, այնքան էլ հաճելի թեմայից պիտի խոսեմ, մեր 4 նվիրապետությունները հայ առաքելական եկեղեցին բոլորս գիտենք, որ ունի 4 նվիրապետություն։ Առաջինը դա Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է, երկրորդը Մայր Իվանկական Մեծի տանկերի կաթողիկոսությունը, երրորդը Պոլսո հայոց պատրիարքությունը եւ չորրորդը Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Նույնիսկ խորքի մեջ իրենք համերաշխ չեն։ Բայց եթե հոգևոր ոլորտից եք դուք խոսում, եթե դուք հոգևոր արժի համակարգի կրողներ եք, դուք ձեր ապրոստը հոգևոր կենցաղից է, եթե ձեր մեջ կա խաթարված միասնություն, դուք ինչպես կարող եք օրինակ լինել դաս տալ կամ լինել խորհրդանիշ հավատավոր մի մեծ ազգի։ Քանի որ մի քանի րոպե մնաց մեր հերոստահայդակրի ավարտին հասցնելու համար, գարջ արագ հարցումներ ներգա հին քողապետական այսպես կոչված ընդդիմությունը, գեղձին ընդդիմությունը անընդհատ կբարձրացնի, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը կեդաբնթե Թուրքիո ինը բաց քաղաքականություն, մեկ, երկրորդ ինչ պիտի այն բնդումներին, որ եթե ռուսական զորքը դուրս գա, ապա ուրեմն Թուրքիան շատ հեշտորեն կներխուժի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վարում է իրատեսական արտաքին քաղաքականություն։ Կարող ենք ասել դիվերսիֆիկացված կամ դիվերսիֆիկացման, կարող ենք ասել ուրեմն բազմավեկտոր, կարող ենք ասել հավասարակշռված կամ հավասարակշռման, որը ողջունելի է մեր ժողովրդի կողմից։ Եվ ես պիտի ասեմ, որ այս քաղաքականության մեջ հստակ կերպով ուրվագծվում է եւ նշվարում է կառավարության ղեկավարի ուրեմն մեծ ներդրումը։ Հայաստանի Հանրապետության կառավարության գործելակերպը վերագրել թուրքական կամ այլ հետքերի, ես դա համարում եմ մեծագույն հայատյացություն։ Ես դա համարում եմ չուզենալություն, ես դա համարում եմ այնպիսի մի դրա կրողներին համարում եմ հայ ժողովրդի հետ ոչ մի աղերս չունեցող ազնվորություններ։ Գյուղապետություն կլինի, մեկ այլ անունով կարող ենք ասել, չանվանարկենք, որովհետև այնքան ենք անվանարկել, կարծեք թե մեր միսիան դա է, բայց մեր միսիան դա չի։ Բայց ես պիտի ասեմ, ներկա կառավարությունը եւ ներկա մեր իրավական համակարգը, ներկա մեր հանրային կյանքը, եթե համարենք 10 տարի առաջվա, 20 տարի առաջվա, անգամ չեմ վարանում ասել 30 տարի առաջվա հետ, ես այսպես մեկ նախադասությամբ կարող եմ ասել։
ես զոոկրատիան չեմ կարող համեմատել մերիտոկրատիայի հետ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ կվերապերի այն բնություններին, որ իբրև թե եթե ռուսական ռազմաբազան դուրս գա, Թուրքիան գնա։ Ես մի պահի տակ մոռացա։ Ես կարծում եմ, որ ուրեմն այդպիսի մարդիկ դեռևս մնացել են 60-ական թվականների խորհրդային արտադրության տրակտորների եւ լվացքի մեքենաների տրամաբանության շրջանակում նրանց անգլերեն մի լավ բառ կա, որ կոչվում է waveBand, չէ՞, ընդգրկույթը, դիապազոնը, նրանք նույնիսկ տարածաշրջան ասելով հասկանում են Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ Չեն հասկանում, որ կարող ենք մենք ունենալ դաշնակիցներ հանձինս արաբական երկրների եւ ավելին պիտի ասեմ, որ ամերիկյան քաղաքականությունը եւ եվրոպական սկզբունքային քաղաքականությունը մեր տարածաշրջանում առաջ գնալով չասեմ, բայց համոզված եմ, որ շատ շուտով իջեք է դարձնելու բոլոր վտանգները պատերազմի վերսկսման եւ բազմաթիվ դրթիչ, հրահարիչ սպառնալիքների առումով իջեք են դարձնելու։ Վերջին երկու հարց։ Արդյոք 2026 թվականի հունիսի 7-ի համապետական ընտրություններում դուք վստահ եք, որ Հայաստանի քաղաքացին ավելի հասունցած է եւ իր քվեն պիտի չի վաճառի դաշիր սամոներին եւ հին կողապետական ռեժիմականներին եւ պիտի իսկական պետական մտածողությամբ օժտված քվեադուկ պիտի առաջնորդվի։ Ունեմ իմ օրուն կարծիքը, անգամ թեկուզ չեմ վարանում ասել ազգային բարերար Սամվել Կարապետյանի հանդեպ, որովհետև ես այդ անձի հանդեպ այդ անձը ունի երկության բարդույթ։ Բայց չխորանամ, վերջին 35 տարվա մեջ համապետական ընտրությունների ժամանակ 1%-ի չափով էլ չեմ սխալվել ընտրությունների արդյունքների առումով։ Հաղթանակ չեմ ասում, հաջողություն եմ ասում, կամ ասում եմ արդյունքները սա է եղել, վստահ կերպով կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը իր կամ արտահայտությամբ ավելի ամրապնդելու մեր պետականության հետագա գոյությունը եւ համոզված եմ, որ հակապետական ուժերը եւ ուրեմն գործակալական ցանցի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասնելու իրենց բաղձալի նպատակին։ Այլևս չեմ խոսում օտարերկրյա, դե գիտեք, ես կարող եմ նաեւ անուններ տալ, բայց ես պիտի ասեմ ոնց են ասում, այդ stamp approval, հա, այդ stamp of approval, բան այդ առավաճ համախոհություն, դա անպայման լինելու է եւ ես այսօր էլ պարոն Չապարյան կարող եմ հստակ կերպով մոտավորապես ուրվագծել ընտրությունների արդյունքները 100% բաղդատել, ասել որ քաղաքական ուժը ինչքան է տանելու, բայց չեմ ուզենա այսօր ասել, այնպես չի որ դա մարգարեության կամ ինչ են ասում, ասում են գուշակությունները լավ բան չի, հա, բայց ամենայն դեպս իմ անցած տարիների տասնամյակների փորձը ցույց է տալիս ասելու, որ հստակ կերպով կարող եմ ես հանգիստ ասել, որ հակապետական ուժերին չի հաջողվելու, բայց պետք է աշխատասիրությամբ մոտեցվի, չէ՞։ Պարտադիր աշխատասիրությամբ։ Ես վերջերս դուք լավ գիտեք իմ հանդիպումների շրջանակը, ինքս շատ գիտեք sociable man եմ, եւ ես անընդհատ ասում եմ, որ ընդհանուր մեծ ձայնն էլ պետք է չանտեսել։ Եվ ես միշտ ընդհակառակը ասում եմ, պիտի չգա համապետական ընտրությունների նախօրյակը, որ մենք մեր ժողովրդին հիշենք կամ սիրենք։ Մենք օր ու գիշեր պիտի աշխատենք լինել մեր ժողովրդի կողքին, որովհետև այդ ծառը ասելը ես չեմ ընդունում։ Մենք պետք է լինենք մեր ժողովրդի կողքին։ Մենք միշտ պիտի արտահայտենք մեր ժողովրդի շահերը, մենք պիտի միշտ առաջնորդվենք մեր պետության շահերով։ Սիրելի հերոստատիտողներ, նախ շնորհակալություն բարոն Սաֆարյան, որ ձեր թանկ ժամանակին դրամատրեցիք, ուրեմն սիրելի հերոստատիտողներ, ըստ երևույթին ողջ աշխարհի հայության, սրդացավ հայության
ուշադրության գիզագետն է հայկական pedagogiությունը եւ քալիք ճակատագրական 2026 թվականի այս տարվա հունիսի 7-ի համապետական ընտրություններն են եւ պետք է ասել որ համադարած առաջադրանք կա որ գերձ եւ հագապետական ընդդիմությունը փոխարինվի հավատարիմ պետության հանդեպ հավատարիմ իսկական ընդդիմությամբ որովհետեւ հայկական pedagogiությունը 40 փակ առաջ երթա շնորհակալություն բարոն Սաֆարյան Ես եմ շնորհակալ հրավերքի համար, հյուրընկալելու համար ձեր ուրեմն հարթակում։ Ես կարծում եմ, որ նաև մեր սփյուռքն էլ քիչ առաջ մենք խոսեցինք եկեղեցու մասին, համահայկական կառույցների մասին։ Ես համոզված եմ, որ նաև Հայաստանի պետությունը, Հայաստանի կառավարությունը լուրջ անելիքներ ունի սփյուռքայության անդաստանում։ Դա մեծ արժեք է եւ մեծ գործոն է եւ սփյուռքն էլ պետք է Հայաստանի կառավարության շնորհիվ ներգրավի Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների մեջ սփյուռքայությունը պետք է շուռ գա դեպի Հայաստանի Հանրապետություն եւ մենք սփյուռքին երբեք պիտի չվերաբերվենք որպես ստնտուի կամ փոխտվող կամ գտանգով այո կարելի նաեւ այդպես ասել որովհետեւ այն ներուժը որ կա սփյուռքում դա չի չափում 10-20 միլիոն դոլարով նույնիսկ դա չի չափում 100 միլիարդներով նույնիսկ դա չի չափում 5-10-20 տրիլիոն դոլարով ես այդ կարծիքին եմ ես եմ շնորհակալ ձեզ ես եմ շնորհակալ